Պարոն Սասունյան, ողջույն ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք վաղ առավոտյան եւ Լիջայի հարցով սկսենք հենց։ Նախ ինչ է աղոթքի նախաճաշը prayer breakfast, գիտեմ որ շատ ընդունված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ինչ ընդհանրապես ինչ նպատակ է դա պնդում բացի աղոթքից, բացի նախաճաշից։ Ուրեմն էսի ամեն տարի Ամերիկայում անում են շատ նորմալ մի բան է քաղաքական պարսայական ասնավորություններ, մեդիայի անդամներ, այլ հասարակական գործիչներ եւ խոսում են ընդհանրապես բարոյականության մասին, գրոնքի մասին, քաղաքականության մասին, այսպես ընդհանուր մի պլատֆորմ է, որտեղ մարդիկ ելույթ են ունենում, գլխավոր ելույթը երկրի ղեկավարը, այս է որ դարեր անում են, հիմա գալով Հայաստանին անգերձորեն ասած հետևյալն է հարցը Փաշինյանը ինքը որ անկարող է երկրի ղեկավարել ամեն ինչ զիջում է բայց մի բանի մեջ շատ լավ է ժողովրդին խաբելու եւ շոու սարքելու ինչ որ օգոստոսի 8-ին տեսանք սպիտակ դամ մեջ շոու սարքեցին եւ օգոստոս 8-ից ի վեր ամեն օր Փաշինյանը խոսում է Սպիտակ դուն գնացի, Թրամփը սուակրեց, Թրամփի ճանապարհ եւ այլն, դա որտեղ վնասներ գալիս է հունիսին, շահագործում է, դա է նպատակը, ոչ թե Հայաստանի շահերն են եւ հերթական շոուներ ուզում կազմակերպել։ Միակ կոնկրետ բանը, որ կարող էր արդյունք տալ ի նպաստ հայ ժողովրդին, այն էր, երբ որ մեկնում էր դունից Թրամփը իրեն մնաք բարի էր ասում, ասեց, եթե ովևէ հարց ունենաս, զանգե ինձ, իմ համարը ունես։ Փաշինյան մեկնեց, հիմա օգոստոս 8-ին մինչև հիմա նոյեմբերի վերջն ենք, մոտ 3 ամիս է, ոչ մի անգամ չի համարը փոխել է Թրամփը։ Մի անգամ էլ մի ամիս առաջ մամլոասուլիսի ընթացքում մի ժուրնալիստ հարցրեց իրեն, ասեց Թրամփի WhatsApp-ի համարը ունես, ասեց իմ համարը ցուցակը չեմ կարող դրսևորել։ Բայց այս մարդը երբեք չի մտածում, որ Ամերիկայի նախագահը ասում է, որ ինձ զանգե եւ որ սպեկտան նստում էին, Թրամփը ինքը այս հարցը բացեց, ասեց, որ 23 քրիստոնյա բանալիներ կան, չէ, ասեց Թրամփը Փաշինյանը ինչ սպառազանեց, խնդրեմ այդ մասին բան չտնենք։ I would suggest հուշակերի մեջ այդպես բան չկրենք, որ վախենում որ եթե գրեի, որ Ալիևը կնեղանա, ոչ դերդը որ Ալիևին ուրախ բա է, Էրդողանին ուրախ բա է, բայց հարցակվում է իր հակառակորդների վրա, փանդարգում են, ցերպակալում են, շատ վատ խոսքեր է ասում ասկային ժողովում, երեք էլ ասեց, որ հաջորդ ընտրություններին ընդդիմության ներկայացուցիչները Բեչելին են խորհրդարանում, ինչ որ սահմանցականորեն բարդաթիր է, որ 1/3-ը լինեն ընդդիմադիրներ։ Բայց այս է վիճակը, ես վերաբերում եմ թե Փաշինյանը որպես շոու անում է, իր ինքը մեկ նպատակ ունի կոնկրետ, այն է որ իր թիմակը, ասենք, իր օրան լվացնել դա, որպեսզի լավ երևա աշխարհի առաջ, որ այսքան կարևոր դարբեր եկեղեցիներից մարդիկ եկել են եւ ինքը պիտի դեռ ելույթ ունենա, չեմ դրի թե։ Դե առաջ տրանսգենդերների այդպես շոուներ էր սարքում, հիմա արդեն փոխվել է քրիստոնեական։ Հիմա գանք աղոթքի նախաճաշին նորից։ Տեսեք, ի սկզբանե տարբեր անուններ էին հնչում, նույնիսկ Ռոբերտ Ամստերդամը Տակր Կարսոնի հետ հարցազրույցում խոսեց, որ Ֆրանկլին Գրահամն է մասնակցելու, նաև խոսում էր Թրամփի որդին պետք է գա Հայաստան, միգուցե հենց այդ աղոթքի նախաճաշն էլ պետք է մասնակցեր, բայց մենք իմացանք, որ չեղարկել են երկուսն էլ իրենց հայցերը, ի սկզբանե Չարլի Քրքի մասին են խոսում երջանկի հիշատակով սպանվեց, ամեն դեպքում մասնակիցներ եղան, առաջինը մենք իմացանք CSI, այսինքն քրիստոնեական զորակցություն ընկերակցության ներկայացուցիչ Հայաստանից այդպես ուղիղ եթերով ասաց, որ դա մտահոգություն հայտնեց, որ եպիսկոպոսները բանտում են, հալածանքներ կա եկեղեցու նկատմամբ, ուզում է գնալ ուրեմն այցելել նրանց, բայց կարծես թե չի ստացվում։ Այսօր մենք իմացանք նաև, որ ամերիկյան կրոնական ազատությունների այդ կառույցի փոխնախագահն է մտահոգություն հայտնել եպիսկոպոսների բանտարկության մասին,
եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը, որը կարծես թե Միացյալ Նահանգներից է, եթե տեղեկություններ ունեք ով է, ինչ է, կարող եք ասել, նաեւ խոսել է եպիսկոպոսների, ուրեմն կալանավորման թեմայով։ Կարող ենք ասել, որ տապալվեց, իմ մոտ այդպիսի տպավորություն, տապալվեց այն, ուրեմն այն ամենը, ինչ որ Նիկոլ Փաշինյանը պլանավորել էր իր PR-ի համար։ Ես կօգտագործեի երկու բառ՝ խանգարվեց եւ խայդարակվեց։ Այդ երկու բառերը կանտեդաբալվեց, որտեղ հանդիպումը տեղի ունենում նախաճաշը եւ ահագի մարդիկ եկել են, բայց ուրախ եմ, որ բազմաթիվ որ նշեցիր գնահատական արտահայտություններով ելույթ ունեցել են եւ դա խանգարում է Փաշինյանին եւ ԿԲ-ին, որտեղ իրենք ուզում են, որ Հայաստան ներկայացնեն 7 տարի է լսում ենք ամեն օր դեմոկրատիա եւ խաղաղություն։ Ոչ դեմոկրատիա կա Հայաստանում, ոչ խաղաղություն կա, բայց նորեն փորձում են ժողովրդին խաբել, քողարկել իրականությունը եւ հաջորդ տարվա ընտրություններին ասել, որ սիրելի ժողովուրդ, ես ձեր համար բերել եմ խաղաղություն, իսկ իմ հակառակորդները բերելու են պատերազմ։ Դա որ պետք է որ մենք ամեն օր մասին խոսենք, հակաստենք, որ ինքը խաղաղություն չի բերել, դա սուտ է, ինքը բերել է բարձրապես զիջումների երկար շարան եւ երկար շարան խայդարակությունների եւ վնաս Հայաստանի շահերին։ Իդեպ այդ խաղաղության մասին, պարոն Սասունյան, տեսեք իր հաղթաթուղթը համարում է այդ խաղաղություն կոչվածը, այսինքն ըստ էության Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե ինձ չտակվե, ուրեմն պատերազմ է լինելու։ Եվ իրեն աջակցելու են այդ հարցում Ալիևը եւ Էրդողանը։ Դա արդյոք չի նշանակում, որ Հայաստանի, այսպես ասենք, նախ շանտաժ է, երկրորդ Հայաստանը բռնազավթված է թշնամի երկրների կողմից։ Այո, ինքը ներկայացնում է Ալիևին Երևանում, այդ աթոռի վրա, որ ինքը նստում է վարչապետի, մենք նույն արդյունքը կունենայինք դժբախտաբար, եթե Ալիևը այդտեղ նստած լիներ, ինքը Ալիևի ուզածներ է անում, ովը մեկ զիջումին ոչ չի ասում, անընդհատ երկար շարան, որքան որ այո ասե, Ալիևը կանգ չի առնում, նորանոր զիջումներ է պահանջում, եւ այսպես շարունակ, այսպես որ շարունակվի, ոչ Սյունիքը կմնա, ոչ Սևանը կմնա, ոչ մի բան չմնա եւ որ ազերիները մտնեն Երևան, չես որ իրենք ասում են ավտոներով մտնելու ենք, այո, որտեվ Փաշինյանը չի պաշտպանում երկրի սահմանները, ատնում մտնեն եւ կան մտնեն վարչապետի գրասենյակը եւ Փաշինյանն ասեն, որ նայ դու շատ լավ մարդ ես, մեր մարդն ես, մենք շատ հավանում ենք քեզ, ուրեմն քեզ նշանակում ենք Երևանի վիլայեթի Ղարաբաղի նահանգապետ, ինքը մեծ հաջողով գտնունի է, որտեղ իր համար ամենից կարևորը աթոռն է, ոչ թե հայրենիքի շահերը։ Այո։ Նորից վերադառնանք եկեղեցու թեմային։ Տեսեք, այստեղ է Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին վեհապառը եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, դուք եք մասնակցել այդ հանդիպումներին, ի վերջո ճիշտ է, ինքը այսպես հայտարարեց, որ աջակցում է մեր եկեղեցուն, բայց հստակ կարծես թե պատասխան այն հարցին, թե արդյոք դատապարտում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները, այդպիսի հստակ հայտարարություն հնչեց, թե ոչ։ Ի վերջո որն է Կիլիկիո կաթողիկոսարանի դիրքորոշումը եւ կաթողիկոսի անձամբ։ Ես հետևեցի նաեւ առիթ ունեցա Արամ վեհապարտ հանդիպելու առանցին, այդ մասին էլ խոսեցինք։ Ոչ մի կասկած չկա, որ ինքը Կարեկին կաթողիկոսի գողքին է, Հայաստանից եկեղեցու գողքին է, որտեղ ինքն կաթողիկոս է, չի կարող ուրիշ բան լինել, եւ մի քանի անգամ հայտարարություններ արեց, որոշները խիստ էին, որոշները մի քիչ ավելի միջանկյալ, միջակ, եւ բայց շատ հստակ էր դիրքորոշումը։ Օրինակի համար ես որին խոսեցի, առաջարկեցի, որ քանի որ ինքը չի ուզում Երևան գնալ, եւ Փաշինյանը կարող է մերժել իր հետ հանդիպել, որտեղ Փաշինյանը միայն մեկ նպատակ ունի, ոչ թե այս խայդարակությունը լուծել, մաքրել, այլ եկեղեցին գործանել, այդ է նպատակը։ Եթե Արամ վեհապարը կա, որ միջնորդ է, ինքը Փաշինյանը միջնորդուն չի ուզում, ուզում է միայն որ չախշախի դիմացի կողմը։ Ես առաջարկեցի, որ ինքը Կարեկին վեհապարին Լիբանան հրավիրի
եւ հազարավոր հայեր այդտեղ հավաքվեն եւ ցույց տան իրենց աջակցությունը մայրաթորին ասես մտածեմ այդ մասին չեմ դրել դեպի դան եթե ոչ այդ էլ մեծ կալ կլինի եթե այդպեսի բան անի այսինքն ինքը անձամբ աջակցում է Գարեգին առաջին կաթողիկոսի երկրորդ կաթողիկոսին այո ինքը մի քանի հայտարարություն արած է որոշները ես այնտեղ ես նույնիսկ փորձեցի իրեն հարց տալ ուրեմն հայդատի միջոցառման ժամանակ բայց ասաց որ հարցերի չի պատահ ելույթում ամեն ինչ ասել է քննադատեց կարելի ասել ընդհանուր այսինքն այն ամենի համար ինչ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանը եւ Թուրքիան հալածում են մեր հայ առաքելական եկեղեցու ուրեմն առաջնորդին Գարեգին երկրորդ կաթողիկոսին նույն բաները ասաց Արամ առաջինն է չէ նույն գերիների վերադարձ նույն Ադրբեջանի այդ նկարտումները վերացնելու մի խոսքով ըստ էության այո եւ ասաց որ աջակցում է հայ առաքելական եկեղեցուն մենք մի եկեղեցի ենք բայց դատապարտող խոսք չհնչեց չէ կարծում որ դա կարեւոր է չեմ հիշում որ ինքը ուղղակի Փաշինյանին քննադատական խոսք ասեց չէ չասեց դրա համար եմ ասում այսինքն կոնկրետ քննադատական խոսք չհնչեց ես այդպեսի բան չեմ տեսել բայց տեսել եմ որ ինքը գողմ է աջակցում է Գարեգին վեհապարին Հայաստանից եկեղեցու որտեղ ինքը Պարսաշրջան գերական է չի կարող ուրիշ բան ասել որոշ տեղեր մի քիչ ավելի մեմ խոսել է որոշ տեղեր մի քիչ ավելի խիզախ բայց հստակ է թե ինքը իր դիրքորոշումը որն է շատ լավ ըստ ձեզ Նիկոլ Փաշինյանը գրոհի եկեղեցին Էջմիածին վեհարանը եւ արդյոք կձերբակալի կաթողիկոսին որտեղ հիմա արդեն ամեն ինչ կարող ենք սպասել ամեն օր նոր ինչ որ շոկային լուրեր եք ստանում Հայաստանից ուրեմն ես ամիսներ առաջ գրել էի որ հաջորդ քայլը Փաշինյանին վեհապարի ձերբակալությունն է բանտարկությունն է այլ ենթադրությունն է դա կոնկրետ բաշխուն է մաշուշ եւ չի եղել եւ հուսամ չի լինելու որովհետեւ էդի կլինի մեր պատմության ամենամեծ խայտարակությունը որովհետեւ ժամանակին որ մենք սովետական իշխանության լուծիդագ էինք կամ Օսմանյան կայսրության ինչ որ լինում էր բադաղում մեր որոշ կղերականներ ցերպակալվեցին սովետական շրջանի 30-ական թվականների եւ այլն բայց երբեք մեր մտքից երբեք 1000 տարի չեր անցնում որ ազատ անկախ Հայաստանի վարչապետը այսպեսի արշավ գսկսի լկտի արշավ վեհապարի թեմ ամենը լկտի բարաբաշարով եւ հանձնաժողով է գազմում ուզում է վեհապարը հրաժարվի ինքը իր ուզած մարդը նշանակի գերականը որպես կաթողիկոս հետո մի անգամ էլ կարգալուց եղած քահանաների այսպես բادرակներին գեղձ բادرակներին գնում է մասնակցում է եւ մի անգամ էլ ասեց որ ես Գարեգինը որ հրաժարվի իր դերը առնելու է կամ նշանակելու է մի քահանա այսինքն ամուսնացած կաներ ամուսնացած են ինչ որ մեր եկեղեցական կանոնակության հագարակ է ամուսնացած քահանան չի կարող բայց ինքը նորեն ինքը մտածում է որ ինքը կարծես թե աղանդ է ստեղծում այդպիսի տպավորություն ունեք դուք well ինքը անընդհատ փորձում է խորամանկ լինել բայց ոչ թե խելացի իր հիմարության յետին հետեւյալ իր մտքի մեջ հետեւյալ հարցը կա մտածում եմ որ քանի որ Գարեգինի մասին հարցեր կան մտածում եմ եթե քահանա լինի քահանան արդեն ամուսնացել է ուրեմն քահանայի բարակային այդպեսի բարոյական հարցեր չեն լինի բայց դա հիմարություն է մենք տեսնում ենք աշխարհի 4 կողմը կաթոլիկ եկեղեցին սկսյալ այլ դեր նույնիսկ մեր եկեղեցու մեջ ամուսնացած քահանան էլ հարաբերություններ ունենում ուրիշ ամուսնացած լինելը ոչ մի նշանակություն չունի Պարոն Սասունյան կարծիք կա որ այն շոուն որը պատրաստել էր Նիկոլ Փաշինյանը ցույց տալու համար որ քրիստոնյա աշխարհը իրեն աջակցում է ուրեմն կարելի ասել ձախողվեց նաև Թակր Կարսոնի հարցազրույցից հետո որին մասնակցում են Նարեկ Կարապետյանը եւ Ռոբերտ Ամստերդամը եւ նույն այդ Թրամփի որդին ջունիորը եւ Դոն ջունիորը եւ ուրեմն Ֆրանկլին Գրոհամը որը շատ հայտնի հոգեվորական այսպես նաեւ
հասարակական գործիչ է Միացյալ Նահանգներում եւ մի շարք այլ մարդիկ հենց դրա պատճառով են չեղարկել իրենց հայցերը, այդպես է, եւ ընդհանրապես ինչ ազդեցություն ունեցավ այդ հարցազրույցը ամերիկյան հասարակության եւ ոչ միայն ամերիկյան, որովհետեւ Տակեր Կարսոնին լսում են աշխարհի բոլոր ծայրերում, կարելի է այդպես ասել, դերևս աշխարհի ամենաազդեցիկ մեկնաբաններից մեկն է։ Ուրեմն Տակեր Կարսոնը շատ հանրազանոթ մարդ է, միլիոնավոր հետևորդներ ունի, ամեն շաբաթ հետևում են իր բոլոր տարբեր հարցազրույցներին, ես էլ Նարեկ Ղարաբեդյանի եւ Բաբա Մստադեմի հետ տարբեր մի բան չէր, միլիոնավոր մարդիկ հետևեցին, թե YouTube-ով, թե Facebook-ով, Instagram-ով, X-ով, միլիոններ հետևեցին, եւ շատերը տեղյակ չէին, թե ինչ է կատարում Հայաստանում։ Այո, եւ իմացան, մանավանդ ամերիկյան շրջանակները, որտեղ Տակեր Կարսոնին հետևում են մեծ մասը ամերիկացիներ, ոչ թե հայեր, եւ ամերիկացիները լրիվ անդեղյակ էին, բայց հիմա իմացան, որ ինչ որ լուրջ հարցեր կան Հայաստանում եկեղեցու եւ Տակեր Կարսոնը շատ պրո եկեղեցական է, քրիստոնեական եւ դա շատ զայրացուց է որ Թրամփի դվան որդին չնչեց իր այցելությունը հավանաբար Ֆրանկլին Գրահամն նույն պատճառով եւ այսինքն այդ հարցազրույցը շատ մեծ ապտակ էր Փաշինյանին Էդե բաժարը որ հիմա լսում եմ մի քանի օր է որ Փաշինյանը հրահանգել է իր շրջանագին մանավանդ իր տեսփանին Վաշինգտոն որ մի նման հարցազրույց կազմակերպի իր համար որպեսզի հագաստե բայց կարծես թե Time ամսագրին են ուզում հարցազրույց տալ այդպիսի տեղեկություններ իբր թե էդել դիզաղելի բան է որ ուզում է որ Time ամսագրի գողի վրա նկարել լինի դարվա մարդը ասելով ուրեմն Մինչև մտեր չի ասում, էդել շուտով գմանանք, որ Նոբելյան խաղաղության մրցանակի ինքը արժանի է, ոչ թե Թրամփը, բայց դերդեր չհասանք հիմա, էդել ասել։ Բայց մտածում է երևի։ Հա, մտածում է, բայց չի համարձակվում ասել, որտեվ ինքը ոչ թե վախենում է, որ ամոթ կլինի, այլ մտածում է, որ եթե ինքը այսպես բան ասի, Թրամփը կնեղանա, որ Թրամփը ասում է, ես ուզում եմ լինել, ինչու դու մեջը մտնում ես։ Ուրեմն Հիմա չեմ դեր եթե մեր ժողովուրդը իմանում է ամիսների վեր Հայաստանի կառավարությունը հսկայական փող ծախսում է ամեն ամիս վարձել է մի PR ընկերություն որ ժամանակին այդ PR ընկերությունը աշխատում էր հայ ցեղասպանության ճանաչման թեմ եւ հիմա որ թուրքերի եւ ադրբեջանցիների ֆինանսավորմամբ էր գործում հիմա պետք է աշխատի հայերի համար այո որ նույն բանն է Փաշինյանի համար թե հայերը դվել են փողը, Հայաստան դվել է թե ազերիները, թուրքերը նույն բանն են, նույն նպատակին ծառայում են եւ հիմա որ Փաշինյանը ասում է ուզում էինք հարցազրույց անի որ հագաստե Տակեր Կարսոնին, այդ PR-ի ֆիրմը որ լավ գաբեր ունի, պիտի փորձի ինչ որ մի բան անել, բայց մենք սպասում ենք այդպես հարցազրույց լինի, պիտի հայտարարվի այդտեղ, որտեվ եթե հարցազրույց անող այդ սուր հարցերը չդա, մենք է որ պիտի այդ մասին անդրադառնանք։ Այո։ Եվ ուզում եմ վերջում խոսենք նաև առաջիկա Կիրակի սպասում են ընտրություններ, հենց վաղարշաբաթում, հենց Էջմիածնում, մեր հոգևոր մայրաքաղաքում կարելի ասել, ինչ ակնկալիքներ ունեք դուք։ Ուրեմն այստեղ մի քանի լուրջ հարցեր կան, մեկն է որ վաղարշաբաթը անշուշտ Էջմիածին է եւ Էջմիածինի թեմը բայկարը, ուրեմն վաղարշաբաթը ովևէ այլ շրջան չէ Հայաստանի, շատ կարեւոր եւ թիպուկ մի դեր է որ մարդոց ուշադրությունը գրավում է ամիսների վեր Էջմիածնի վրա, ուրեմն այդ դերի ընտրությունները եթե Փաշինյանը կբն ցախովի որ այդպես ես լսում եմ որ անվանաբար ցախովի, դա մեծ հարված կլինի Փաշինյանի, մանավանդ որ Գյումրին ցախովվեց, հետո մի քանի այլ քաղաքների մեջ ցախովվեց, բայց խնդիրը այն է որ Հայաստանում քանի որ հագարակ Փաշինյանի խոսքերին դեմոկրատիա չկա, ովևէ դեր որ կբն գործնում է քաղաքապետարանի քաղաքապետի պաշտոնը, ամենաշավես մի մահանայով Սերպակալում են այդ հաղթող կողմին։ So ես էլ ցույց տալիս որ արդար ընտրություններով եթե հասնես նպատակին չես կարող ղեկավարել որտեղ քեզ փանդարգելու են։ Բայց հուսանք որ բայց այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհ չկա։ Այսինքն այդ վախը ձեզ ազդում է մարդկանց վրա որ օրինակ մտածեն դա իմաստ չունի գնանք քվեարկության։
Ես կարծեմ, որ Հայաստանի ժողովուրդը շատ խիզախ է, գնալու է գնանության, ընտրելու է, ինչպես արեցին Գյումրիում եւ կարծեմ Վանաձորում էլ երկու տարի։ Երևանում էլ։ Պարզապես Երևանում շուտ տվեցին։ Այո, Ավինյանը մեծամասնությունը չէր շահել, բայց խաղեր խաղացին։ Իրենք երբեք օրենքի սահմաններում չեն աշխատում, միշտ խորամանկությամբ, հալածանքներով, անպաստանություններով, գեղձիկներով իրենց նպատակին հասնում են, բայց այսի երկար չի տևելու, այդ process-ը որ տեսնում ենք, որ անընդհատ ԿԲ-ի ինտեգրանցիաները դաբալվում են տարբեր ընտրություններին, այսի լավ նշան է, որ հուսանք, որ հաջորդ հունիսին էլ Փաշինյանը եւ իր ԿԲ-ն նաեւ կդաբալվին խորհրդարանի ընտրություններին եւ կցերպազատվենք այս մարդուն, բայց եթե ցերպազատվենք, այդպես բարձ ցերպազատվի չէ, որ ելնելուն կնա, ահագին հարցեր կան այդտեղ ինքը, որտեղ քրեթե օրենք չի մնացել, որ չի խախտել այս մարդը, սահմանության այլազան հոդվածներ խախտել է, եկեղեցու հարցը եւ այլն, եւ ուրեմն շատ քրեական հետապնդումի առարկա է ինքը, ենթակա է։ Հուսանք, շնորհակալություն, պարոն Սասունյան, հետաքրքիր մեկնաբանությունների համար, հաջողություն եմ։